Հուլիսի 1-ից Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը ուժի մեջ կմտնի, որով կսկսեն օգտագործվել ու կիրառվել ստոպ գործիքները։ Ինչ է սա նշանակում, որ այսուհետև դուք ձեր բանկային հավելվածների միջոցով կամ բանկ այցելելու միջոցով կարող եք օգտագործել այդ գործիքները, ստոպ գործիքները, թույլ չտալ, որպեսզի ձեր հաշվից քարտից քարտ փոխանցումներ կատարվեն, վարկեր ձևակերպվեն, հա, կոնկրետ արգելեք, կոնկրետ հաշիվներից դա անել, օրինակ խնայողական ձեր հաշիվներից դա անել, օվերդրաֆտը օգտագործել եւ այլն։ Սա պատասխան է Կենտրոնական բանկի կողմից զեղծարարությունների այն շղթային, որ տևական ժամանակ բարձրաձայնվում է։ Հիշեցնեմ, դեպքեր կան բազմաթիվ, որոնց մասին խոսվում է։ Օրինակ եղել է դեպք, երբ զեղծարարները գողացել են մարդու բանկային հավելվածի ըստ էության կոդը, հետո օգտագործել են դա, խնայողական հաշվից տեղափոխել են ընթացիկ հաշիվ եւ 30 անգամ կանխիկացումներ են արել գումարի չափով ու հանել ամբողջ գումարը։ Բանկի արձագանքը 0։ Կամ մարդը գնացել է եւ $400,000 մեկ օրում կանխիկացրել է ու տարել փոխանցել զեղծարարներին խաբեության շղթայի միջոցով։ Արձագանքը այն բանի դեպքում, երբ որ Հայաստանի Հանրապետությունում կանխիկով շրջանառությունը $300,000 է, 0, ոչ մի։ Հիմա սա շատ լավ արձագանք է, իսկապես կարգավորող մարմինը սրան արձագանքում է, բայց ես հարց ունեմ. ինչու Հայաստանի Հանրապետության բանկերը, որոնք շահույթով աշխատող հիմնարկներ են, որոնց ղեկավար կազմը հատկապես ահռելի աշխատավարձեր է ստանում, դեռ չեմ բարձրաձայնում անուններով, աշխատավարձերի չափերով, ուզում եմ հասկանալ, եթե դուք լավ չեք իրականացրել ձեր գործառույթը, չեք բլոկավորել քարտերը կամ կանխիկացրել եք առանց compliance համակարգերը պատշաճ իրականացնելու, ինչու քաղաքացիների գումարները չեք հատուցում, ինչու եք գցում քրեական գործերի, քաղաքացիական ընթացակարգերով ձեզնից գումար պահանջելու գիրք։ Սա նաև Հայաստանի կառավարությունը պետք է այս առումով գործողություններ ձեռնարկի, որովհետև Կենտրոնական բանկը նաև որպես կարգավորող մարմին առաջին հերթին անելիք ունի, որովհետև չի կարող մարդկանց խաբեության հաշվին, որտեղ մարդը համակարգերի պատճառով իր գումարները պահում է բանկերում, ինքը լինել պակաս պաշտպանված, քան եթե դա տանը ինքը կպահպաներ, հա, մարդկանց տարիներով ամբողջ կյանքի խնայողությունները դուք չեք կարողանում պատշաճ պաշտպանել ու հետո հրաժարվում հատուցումից։ Ես այս պահին ուշադրությունն եմ հրավիրում եւ Կենտրոնական բանկի եւ Հայաստանի կառավարության, որպեսզի պատշաճ գործողություններ ձեռնարկեն, այսինքն կարելի է վարորդներին ներել, տուժած քաղաքացիների գումարները ներել, ինչ է բան չեմ ասում, այդպես եք որոշե հրաշալի, բա այս դեպքում ով պիտի արձագանքի, բա այս դեպքում ով պիտի պաշտպանի Հայաստանի քաղաքացիների շահը բանկերից։